Բարի երեկո, եթերում ուրվագիծն է եւ ես Պետրոս Ղազարյանը։ Սիրելի ստուդիաներ, մենք շարունակում ենք հետևել նախընտրական իրավիճակին։ Դուք գիտեք, որ մեր ընտրությունների կարևորագույն խնդիրը, որ կա, որ քննարկվում է քաղաքական ուժերի միջև, դա Ղարաբաղյան հարցն է եւ այս հարցը հենց մեր քաղաքական օրակարգում այսպես ծանրակշռությամբ դրվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից եւ քննարկումներից հետո նա բերեց օրակարգ։ Այսօր մենք կզրուցենք վերջինիս հետ, բարեկո պարոն նախագահ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն նախագահ, տեսեք, ըստ էության բանակցային process հիմա չկա, իշխանությունները ասում են սառած է։ Քաղաքական դաշտում նույնպես Ղարաբաղյան խնդիրը որպես առաջնահերթություն դրված չի։ Ինչով է պայմանավորված ձեր ծավալուն ելույթը Արցախյան հակամարտության վերաբերյալ կոնգրեսի համաժողովում եւ այժմեականությունը, հա, որ մարդիկ լսում են ձեզ, տպավորությունա, որ այ Ղարաբաղի խնդիրը հենց հիմա դրված է, ինչ-որ փուլ ենք մտնում կարևորագույն, պատասխանատու եւ պետքա ինչ-որ մեսիջներ տալ։ Այնչով է հրատապությունը պայմանավորված։ Առաջին Ղարաբաղի հարցը ինձ համար միշտ է եղել այժմեական։ Միշտ։ Իմ առաջին օրվանից, երբ որ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեցի, մեր գլխավոր հարցը սա է եղել։ Ամբողջ այս 20 տարիների ընթացքում ես եղել եմ քաղաքականության մեջ, թե չեմ եղել, 10 տարի չեմ եղել։ Ես ուրիշ առաջնահերթություն չեմ տեսել։ Մեր երկրի գլխավոր հարցն է, այդպես է լինում։ Պետությունները նոր անկախացած սովորաբար ունենում են մեկ գլխավոր խնդիր։ Եթե ունեցել են կոնֆլիկտներ հարևանների հետ եւ այլն, առաջին խնդիրը պետք է լիներ այդ կոնֆլիկտների լուծումը, մինչև հիմա չի լուծված։ Ինչևէ դա պատմություն է, իսկ եթե ինչ վերաբերում այսօրվան, ես դες հետ համաձայն չեմ, որ այսօր բանակցություններ չկան։ Ու հայտարարում են կողմերը, որ մտածավ ներողություն։ Կողմերը հայտարարում իրար հետ չեն խոսում։ Կողմերը գնում խոսում են Ատյանի հետ։ Այն Ատյանի, որի վրա միջազգային կազմակերպությունների կողմից, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի կողմից դրված է այս խնդրի լուծման լիազորությունը։ Մոսկվա են գնում, նոր գնաց Սերժ Սարգսյանը, ինչի մասին է խոսել ձեր կարծիքով։ Գլխավոր խնդիրը եղել է Ղարաբաղը։ Բոլոր հանդիպումներում, անգամ աշխատանքային այցերի ժամանակ, երբ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը հանդիպում են այդ համանախագահ երկրների ղեկավարների հետ, այս հարցն են քննարկում։ Սա մեկ, երկրորդ, ես ասել եմ, կա լուրջ process։ Ինչու հիմա Ադրբեջանն ու Հայաստանը միասին չեն մասնակցում այդ բանակցություններին։ Դա կլիներ ֆորմալ բանակցություն։ Որտեղ նրանց արժև դրված է արդեն, տեսեք, մինչև այստեղ հասել եք, մնացել է այս 2-3 կետը։ Հիմա ամեն մեկի հետ առանձին Ալիևն էլ է նրանց հետ հանդիպում։ Առանձին փորձում են հարթել նաև այս 2-3 կետը։ Ես կհամարեի ամենաինտենսիվ process է հիմա գնում, ամենաինտենսիվ։ Ես բացատրել եմ դրա պատճառները, նաև ես վերջին նախորդ իմ հարցազրույցի ժամանակ, հիմա ավելորդ եմ համարում նորից կրկնել, թե ինչպես է դա հատկապես այսօր Ռուսաստանի համար դարձել չափազանց հրատապ խնդիր։ Այս օջախը պետք է հանգցնեն։ Բացատրել եմ, Ռուսաստանը չի կարող հսկայական ծրագրեր ունենալով Մերձավոր Արևելքում իր թիկունքում այսպիսի պայթյունավտանգ օջախ հանդուրժել։ Ռուսաստանը շատ կարևոր է, բայց էլի խաղացողներ կան, պարոն նախագահ, առանց կոմպրոմիսի, առանց կոնսենսուսի երեք կենտրոնների միջև հնարավոր է լուծել, հանգցնել այս կոնֆլիկտը։ Այդ կոնսենսուսը կայացած է։ Այդ կոնսենսուսը կայացած է այսօր մադրիդյան կոչված այն տարբերակը, որ այս դրված է բանակցությունների սեղանին, 100%-ով համաձայնեցված է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջև։ Նրանք հակասություն չունեն այս հարցում։ Ինչու ենք մենք այս բանը մոռանում։ Ուղղակի կարելի ասել այդ կողմերի վրա ազդելու ակտիվությունը այսօր դրված է Ռուսաստանի վրա։ Եվ դա ընդունում են եւ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան։ Նրանք շատ ավելի ուրիշ խնդիրներ ունեն։ Ուրախ են նաեւ, որ Ռուսաստանը այսպես ակտիվորեն, այո, ակտիվորեն տանում է այս գործընթացը։ Պարոն նախագահ, առջևում ընտրություններ են։ Դուք գիտեք, որ հասարակությունը սոցիալական
ծանր բեռի տակը եւ ձեր կարծիքով ինչքանով այս թեման առնչվում նախընտրական պայքարին եւ ձեզ ինչքան հասարակությունը հետաքրքրված է այս թեմայով մարդկանց հետաքրքրվում է իրանց օրվա հացը, ապրուստը, աշխատատեղը, ապագան, սա իրանց համար մի տեսակ Էլի կարող եմ ձեզ հետ չհամաձայնել։ Ես սովոր եմ, որ իմ հյուրերի մեջ չեն համաձայնվում։ Շատ լավ, բացատրեմ։ Նախ եւ առաջ մեր հենց նպատակը այն էր, որ ժողովրդին ցույց տանք, աչքերը բացենք, որ իրենց սոցիալական խնդիրների չլուծվածությունը, իրենց թշվառությունը, աղքատությունը, արտագաղթը, ընտանիքների բաժանումը մի, ինչ ասեմ, լիարժեք ընտանիք Հայաստանում չի մնացել։ Ընտանիքի կեսը խոպաններում է, արտասահմանում եւ այլն։ Մեր երեխաների մեծ մասը առանց հայր է մեծանում։ Դա նաեւ ասեմ շատ ծանր հոգեբանական հետևանքներ է ունենալու։ Երեխան երբ որ երկու ծնողի հետ չի մեծանում, ուրիշ մարդ է դառնում։ Այդ խոպանչիների ներողություն երեխաների մեծ մասը այստեղ անհայր է մեծանում։ Նրանք տարին 1-2 անգամ գալիս են, գնում եւ ամբողջ հոգսը մնում է մայրերի, տատերի, պապերի վրա։ Այն մեր խնդիրը հենց դա էր, իմ խնդիրը դա էր, որ ես ցույց տամ ժողովրդին, որ այս ամեն ինչի պատճառը նաեւ հենց պատերազմն է, նաեւ կոնֆլիկտի չլուծվածությունն է։ Ես կասեի հիմնական պատճառը։ Դուք ասում եք չի հետաքրքրում։ Ինչպես կարող է դա չհետաքրքրել։ Այս խարության ինչպես կարող երբ որ տասնյակ հազարավոր երեխաներ ծառայում են բանակում։ Դրանք տուն չունեն, ընտանիք չունեն, ծնողներ չունեն, ազգականներ չունեն։ Գիշեր ցերեկ այդ երեխաների մասին չեն մտածում։ Կամ ինչպես կարող է ժողովուրդը չհասկանալ խաղաղության արժեքը։ Չկա աշխարհում ժողովուրդ, որ խաղաղություն չուզի։ Ուղղակի մեր այս պետական քարոզչությունը, այս քաղաքական գործիչների, ինչ ասեմ, հայրենասերական այդ մրցույթների այս անցկացումը տարիներ շարունակ ցանկացած քաղաքական գործիչ այսօր կուրս կեցեցում, թե ամենահայրենասերը ինքն է։ Մեկը որովհետև 7 շրջան է պահանջում, մյուսը 10 է պահանջում, Քուրարաքս, մյուսը Բաքուն է պահանջում։ Խառնաշփոթ են ստեղծել, ասում եմ, իրենց, ինչ ասեմ, իրենց ամենանեղ անձնական ամբիցիաները բավարարելու համար։ Պետությունը չի տարել լուրջ պետական քարոզչություն ժողովրդին խաղաղության պատրաստելու համար, փոխզիջումներ պատրաստելու համար։ Պետությունը առանց հայտարարելու մտածելով, որ շատ իմաստուն քաղաքականություն է վարում, հետևողականորեն փորձել է պահպանել ստատուս քվոն։ Դա վերաբերում է եւ Քոչարյանի ժամանակաշրջանին եւ Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանին։ Իմ ունենալով այսպիսի գերխնդիր, պետության առաջին հարցը պիտի լիներ իր սեփական ժողովրդին նախապատրաստել այսպիսի լուծումների, ցավոտ լուծումների, այո, փոխզիջումային լուծումների։ Փոխզիջումն էլ այն լուծումն է, որ ինչպիսին էլ լինի, երկու կողմն էլ բավարարված չի լինելու։ Երկու կողմն էլ դիարժեք բավարարված չի լինելու, որովհետև եթե անգամ Ղարաբաղը անկախություն ձեռք բերի այս բանակցությունների արդյունքում, բայց դրա դիմաց պետք է տարածքներ զիջի, ելի մեր ժողովրդի մի մասը կամ քաղաքական գործիչների մի մասը, շատ մեծ մասը գույցի նաև դժգոհ պիտի լինի, որ մենք տարածքներ տվեցինք։ Ադրբեջանը եթե տարածքները ստանա, բայց Ղարաբաղը անկախություն, նրանք էլ պիտի ասեն, տեսեք, այո, մենք մեր տարածքները ետ բերեցինք, բայց Ղարաբաղը անջատվեց Ադրբեջանից։ Չի լինելու իդեալական լուծում որևէ կողմի համար չի լինելու։ Դուք կարծում եք Քեմփ Դեվիդյան բանակցություններից կամ այդ համաձայնագրերից բոլոր իսրայելացիներն են գոհ։ Ոչ։ Կեսը են ծայրահեղականները մինչև հիմա համարում են սխալ են արել։ Բոլոր իսրայելացիներն են կողմ արաբա-իսրայելյան իսրայելա-պաղեստինական այս հաշտությանը, որ Իսրայելը ինքնավարություն շնորհեց եւ պատրաստ է նաեւ անկախություն շնորհել այդ տարածքին։ Ոչ, կեսը համաձայն չէ։ Շատ բնական է, որ այստեղ դա պիտի լինի։
Բայց պետության խնդիր ուրիշ է, եթե պետություն ես, իշխանություն ես, դու պիտի չենթարկվես ժողովրդի տրամադրություններին։ Դու պիտի անես, այո, թեկուզ ոչ պոպուլյար քայլ, իշխանությունը պատասխանատվություն է առաջին հերթին։ Ժողովուրդները իշխանություն են ընտրում, որպեսզի նրանք իրենց փոխարեն վճիռներ կայացնեն, որոշումներ կայացնեն։ Ես կարծում եմ, նույնիսկ եթե իշխանությունը սխալ որոշում է կայացնում, դա ոչինչ, միած սխալ է արել, 10 հատ ճիշտ բան կանի։ Ամենավատ իշխանությունը այն է, որ ոչ մի որոշում չի կայացնում։ Որոշում չկայացնող իշխանությունը, իր վրա պատասխանատվություն չվերցնող իշխանությունը, դա փաստորեն պետության հիմքերն է քայքայում։ Ժողովուրդը պետություն է ստեղծում, որ իր համար, ասում եմ, իր ընտրյալները իր փոխարեն որոշումներ կայացնեն։ Եթե վատ որոշում կլինի, ոչինչ, ժողովուրդը դրա դեղամիջոց ունի, հաջորդ անգամ նրան չի ընտրի։ Միակ ձևը սա է, ժողովուրդ, իշխանություն հարաբերությունների։ Պարոն նախագահ, հասկանալի է կարևորությունը դուք ինչպես եք բացատրում, բայց հենց ստեղա ձեր գլխավոր ընդդիմախոսների հակաթեզը։ Նրանք ասում են, որ այ տպավորություն է ստեղծվում, որ մարդը վատ է ապրում, ոչ թե որ իշխանությունները վատն են, ոչ թե որ երկրում կոռուպցիա կա, այն ինչ որ մենք բոլորս գիտենք, հա, այլ որ կա Ղարաբաղ։ Հետևաբար Ղարաբաղը մատուցվում է որպես բեռ։ Այ ազատվենք այդ բեռից եւ լավ կապրենք։ Այ մեղադրում են այս փիլիսոփայության մեջ։ Շատ լավ, այդտեղ էլ մի խեղաթյուրում կա, այդ հարցի մեջ արդեն։ Ես չեմ ասել Ղարաբաղն է խանգարում, կա Ղարաբաղ, ոչ, կա կոնֆլիկտ, կա Ղարաբաղի չլուծված հարց։ Չլուծված հարց։ Դա նույն բանն էր, եթե Չերչիլին պատերազմի ժամանակ քննադատեին թշվառությունների համար, ժողովրդի կրած տառապանքների համար, հենց Բրիտանիայի ներսում, այնտեղ արդեն քարտերով էին մարդիկ սնվում, այնտեղ հսկայական ծառահատումներ եղան հենց Լոնդոն քաղաքում, որպեսզի տաքանա ժողովուրդը։ Այստեղ էլ եղավ, Երևանում էլ եղավ, դուք տեսաք։ Դուք գիտեք, պատերազմի ժամանակ ինչքան բան է ծառ է հատվել հենց Լոնդոն քաղաքում։ Ման չի մնացել համարյա։ Կա ժամանակներ, որ կան կենսական խնդիրներ։ Եվ այդ ժամանակ որևէ մեկը կարող էր ասել, թե ինչու է Չերչիլը ուշքի միտքը դրել միայն այս պատերազմի հոգսերին։ Մյուս հարցերի վրա ուշադրություն։ Կա այդպիսի հիմա այդպիսի վիճակի մեջ ենք։ Լավ, ենթադրենք ես սխալ եմ։ Ես այս բաները ասել եմ 98 թվականին։ Ասել եմ ոչ մի լավ բան չի լինելու։ Սուտ է այն մտայնությունը, որ եթե Ղարաբաղի հարցը չլուծվի, մենք 100 տարի էլ դեռ շրջափակումների պայմանով կզարգանանք։ Վագրի թռիչքներով թե ինչ էսպիսի բաներ լինած։ Զարգացանք, շատ լավ զարգացանք, տեսանք։ 98 թվականի համեմատ մեր ազգի կեսն է մնացել Հայաստանում։ Ինչ որ ես կանխատեսել էի 98 թվականին։ Բոլորը մեկ առ մեկ կատարվել են։ Որ տնտեսությունը չի զարգանալու, չքավորությունը մեծանալու է, կոռուպցիան չի վերանալու, որովհետև իշխանություններն այո օգտվում են այս հանգամանքից։ Երբ կա արտաքին վտանգ, նրանք հանգիստ կարող են ամեն ինչ անել, եւ ժողովրդի բողոքը չի կարող արտահայտվել, որովհետև միշտ այդ դեպքում արդարացում կա, ասում են դուք ինչ եք անում, ներքին ցնցումներ չի կարելի, մենք այսպիսի վտանգ ունենք։ Երբ որ իրենց է դիպչում այդ վտանգի մասին խոսում են։ Երբ որ նրանց դեմ բողոքներ չկան, այդ հարցը գոյություն չունի։ Այո, հենց կոռուպցիայի մասն է, Ալան Թալանի պատճառներից, հենց գլխավորներից մեկն է հենց Ղարաբաղի այդ չլուծվածության հանգամանքն է, հարցի չլուծվածության հանգամանքը։ Նույն բանը Ադրբեջանում է։ Ալիևի էլ հիմնական արգումենտը սա է։ Ինչ ասես անում է երկրում, ոչ դեմոկրատիա, ոչ չգիտեմ ընտրություններ, ոչ բան, ամեն ինչ արդարացնելով այս Ղարաբաղի պատերազմի արկայությամբ։ Սա պիտի ուզեն հասկանանք, ուզեն չհասկանան, ես իմ ասածը ասում եմ, եւ ես վստահ եմ, հանեք այս ամբիցիոզ քաղաքական գործիչներին, քաղաքագետներին կամ վերլուծաբաններին, նորմալ հասարակ ժողովուրդը շատ ավելի լավ է հասկանում ու լավ է ըմբռնում այս բաները, քան իրենք պատկերացնում են։
Եվ ես շատ ուրախ եմ ես մի բան էլ ասեմ, որ իմ դեկտեմբերի 17-ի ելույթից հետո շատ բան է փոխվել։ Շատ մարդիկ, որոնց չէինք էլ ճանաչում մենք, ամենադրական արձագանքներով արձագանքել են այս մեր ծրագրին։ Ամենադրական։ Ես վստահ եմ, եթե վիճակագրական հետազոտություններ կան, մեր վարկանիշն էլ անընդհատ բարձրանալու է։ Անընդհատ։ Ես չեմ կասկածում, ուղղակի մի քիչ ժամանակն է քիչ։ Այ վարկանիշի առումով ձեր վերջի ելույթից հարցազրույցից հետո մարդիկ ասեցին, որ կա ՀՀԿ-ի հետ պայմանավորվածություն, արդյոք կոնգրեսը, որովհետև դուք նշեցիք, որ միայն հանրապետականն է, որ իշխանությունն է, որը նաև այս ճիշտ գիծը տանում է, որպեսզի խնդիրը կարգավորվում է լուծի մադրիդյան սկզբունքների հետ, կա հանրապետականի հետ պայմանավորվածություն, թե չէ։ Դուք մեղմ եք ասում։ Չեն ասում պայմանավորվածություն, արդեն ամեն ինչ դասավորված է։ Դուք լրիվ ասեմ, հա, ասեք, լրիվ ասեք, ես չեմ վախենում։ Լրիվ պայմանավորված են, որ չգիտեմ, հանրապետականը խոսք կա տվել անպայման ազգային ժողով, եւ դուք հիմա օգնում եք։ Ոչ միայն ավելի նույնիսկ մանրամասներ, բանինը Սուքիասյանինը գործ ուղղել մեր ինչ ասեմ, մեր դաշինք, Արսենյանին է գործ ուղղել, որ նրանք ֆինանսավորեն եւ այլն։ Ինչ ասես ասել։ Ասում դուք այդ լուրին լրիվ տեղյակ եք, պարոն նախագահ։ Ինչ, բայց ես եթե դրան տեղյակ չլինեմ, ինչ եմ քաղաքականությամբ զբաղվում, ինչ եմ մտել ընտրապայքարի մեջ։ Այդ ամեն ինչը գիտեմ։ Հա, շատ լավ է։ Ես միշտ ուրախանում եմ, որ մեզ բան են վերագրում։ Վերագրում են, խեղաթյուրում են մեր ասածները։ Գզարմանակ եթե ասեմ, շատ ուրախ եմ իսկապես։ Դա ինձ մի բան է ապացուցում, որ այդ մարդիկ փաստարկ չունեն մեր դեմ պայքարելու։ Ուրիշ ձև չունեն։ Մեր դեմ պայքարելու են միայն մեր խոսքերը աղավաղելով, կեղծելով, ստելով, վերագրումներ կատարելով։ Մի քանի օրինակ կարող եմ բերել։ Հենց նոր։ Ես վերջերս երեք եմ կարդացել։ Ռոստամյանն էր կարծեմ։ Ասել է Տեր-Պետրոսյանը, տեսեք, ազատագրված տարածքները կոչում է օկուպացված տարածքներ։ Դա ընդամենը էս իմ հանրայինի հարցազրույցից հետո։ Ես այնտեղ բառացի ասել եմ այն տարածքները, որ մենք կոչում ենք ազատագրված, պատմական, սրբազան, որ ես համարում եմ ավելի ճիշտ կներ արտահայտել Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, միջազգային հանրությունը, միջազգային օրենքը, ՄԱԿ-ի եւ ԵՀԿ-ի հիմնարար փաստաթղթերը, որոնց մենք էլ ենք մասնակից, մենք էլ ստորագրել ենք դրանց տակ, իրենց տերմինաբանությամբ դա կոչվում է օկուպացված տարածքներ։ Ահա, սրանից հետո ինչ որ մարդիկ եզրակացություններ արել, թե ես դա կոչում եմ օկուպացված տարածք։ Դա իրենց ստորագրած ՄԱԿ-ի հենց այսօր իշխանության մեջ գտնվող Ռուստամյանի մեր իշխանության մաս է։ Իրենց իշխանության ստորագրած այդ հանձնառության մեջ է այդպես գրված։ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Հիմա այս վերագրումը, որ մենք իբրտի պայմանավորված ենք հանրապետականի հետ, համագործակցում ենք եւ այլն, ուրիշ բաներ են ասում, քիչ առաջ ասացի։ Լսեք, ես բաց հայտարարել եմ եւ այդ դրանից առաջ էլ նաեւ դեկտեմբերի 17-ի ելույթում էլ, որ այս հարցում Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում մենք այո սատարում ենք հանրապետական կուսակցության Սերժ Սարգսյանի, Էդիկ Նալբանդյանի, ամբողջ կառավարության, դա ամբողջ կառավարության ծրագիրն է։ Թող ոչ ոք չփախչի, դրա մասին հիմա կխոսեմ։ Կառավարության մաս են, ուրեմն պատասխան։ Իրենց նախագահն ու արտաքին գործերի նախարարը գնում քննարկում են այս հարցերը, մենք իրանք ասում են մենք դրա հետ գործ չունենք։ Եթե գործ չունեք, դուրս եկեք կառավարությունից։ Ես հիմա դրա մասին էլ խոսեմ։ Այո, մենք սատարում ենք, բայց միայն այս հարցում, ուրիշ ոչ մի հարցում մենք հանրապետական կուսակցության հետ ճանապարհ գնալու մտադրություն չունենք։ Մենք եղել ենք հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի իշխանության ամենախիստ քննադատը։ Չի եղել այդպեսի, գտեք, բացեք, տեսեք, մեր ելույթները
7 թվականից սկսած, երբ ես մտա նորից քաղաքականության մեջ։ Ամենախիստ, ամենադաժան քննադատները մենք ենք եղել, ամենահետևողական, ամենաերկարատև։ Այսօր էլ մնում ենք դրա մեջ։ Ոչ մի ասացից ես չեմ հրաժարվում։ Ինչ որ ասել են Սերժի իշխանության մասին, նրա ժամանակ կատարված հանցագործությունների մասին, այս կոռուպցիայի, համատարած թալանի, այս արդարադատության չգոյության, բռնությունների, մարտի 1-ի ամեն ինչի տերը ես եմ, ինչ որ ասել եմ։ Եվ մեր կուսակցությունը։ Սրանից հետո էլ, եթե մնում են իշխանության, շարունակելու ենք նույն ձևի ամենաթունդ քննադատությամբ վերաբերվել այդ կուսակցությանը։ Մենք ասում եմ իրար հետ ոչ մի կապ չունեցող գաղափարապես բարոյական արժեքներով, արժեհամակարգով ոչ մի կապ չունեցող կուսակցություններ ենք։ Մենք հակոտնյա ենք։ Եվ երբեք խոսք չի կարող գնալ որևէ, չգիտեմ, ինչպես ասում են, մրձավանջային երազում անգամ, որ մենք նրանց հետ ինչ որ պահի կարող են նույնիսկ ինչ որ ասում են կոալիցիա կազմենք եւ այլն, այդպեսի բան չի լինի։ Չի եղել ու չի լինի։ Այս հարցում այո, կգնամ մինչև վերջ, եթե Սերժ Սարգսյանը գնում է այս ճանապարհով, կամ հանրապետական կուսակցությունը, կամ այս կառավարությունը, գնում է այս ճանապարհով, ես մինչև վերջ կկանգնեմ նրանց կողքին։ Մեր կուսակցությամբ, մեր դաշինքով։ Եվ այստեղ կարևորը Սերժ Սարգսյանը չի։ Այսօր եթե դաշնակցական իշխանություն լիներ, ես նույն բանը կանեի։ Նույն բանը կանեի։ Վաղը չգիտեմ ինչ իշխանություն կլինի, կոմունիստական, բայց կգնա Ղարաբաղի հարցի լուծման այս ճանապարհով, ես նույն բանը կանեմ, ինչ որ անում եմ հիմա։ Հասկանալի է։ Քանի որ դուք հիշեցիք քննադատներին, ձեր քննադատները նաև մի քանի ձեր թեզեր նույնպես քննադատեցին, զորօրինակ, դուք ասում եք, եթե մենք միակողմանի ստորագրենք, ապա Ադրբեջանին կճնշի միջազգային հանրությունը։ Մարդիկ ասում են չենք հավատում, այ Ադրբեջանի ռեսուրսներով գումարած Թուրքիա, Ադրբեջանը դա Թուրքիան է նաև։ Մենք տեսնում ենք Թուրքիան ինչ անում է այսօր Եվրոպայում, հա, ինչ շանտաժի է ենթարկում։ Ոնց է միջազգային հանրությունը ճնշելու, ինչ ռեսուրսով է ճնշելու Ադրբեջանը, որպեսզի նա գնա խաղաղ կարգավորման։ Մյուսը, պարոն նախագահ, երաշխիքները, հա, այ ձեր քննադատած ուժերը ասում են, որ մենք այսօր տարածքները ունենք, դրանք նաև ստրատեգիական բարձունքներ են ռազմական, եւ սա ինչ որ միտեղ երաշխավորում է մեր անվտանգությունը։ Եթե մենք հանձնում ենք եւ երաշխիքը դառնում է միջազգային հանրությունը, ապա արդյոք դրանք adekvat երաշխիքներ են։ Շատ լավ, եթե դա լուրջ բան է, արգումենտ է, ապա ես դրանք պատասխանում ավելի, ճիշտ եք ասում, հեռացրել են սահմաններից, գոնե բուն լղիմի սահմաններից, եւ ահագին անվտանգ է դարձել, գոնե լղիմի նախկին տարածքը, որտեղ բնակչություն է, հիմնական բնակչություն է։ Այդ դեպքում կասեմ, ինչու եք այդքան հիմար կասեմ, ինչու եք այդքան հեռացրել։ Գնայիք մինչև քուր, ավելի ապահով կլիներ։ Ինչու չեն գնում։ Ինչու էս խնդիրը չեն դնում։ Հնարավորություն չկա։ Ինչի չկա։ Չէ՞ որ ասում են 94 թվին ես արգելեցի, թե չէ Բաքուն էին գրավում, Կիրովաբադն էին գրավում։ Ինչի չկա։ Կամ ես ինչպես եմ արգելել այն ժամանակ։ Այսինքն մինչև այդքանը թույլ եմ տվել։ Կամ եթե թույլ չեմ տվել, դա էլ եմ արգելել։ Հիմա դա էլ են ասում։ Իմ արգելքով դուք այդքանը գրավել եք, դրանից հետո արգելել եմ էլի գրավեիք։ Ո՞վ է դες խանգարում։ Գիտեք ինչ է սա խեղկատակություն արդեն։ Խեղկատակություն։ Հիմա բուն այդ բանի մասին իհարկե հիմա հեռու են սահմանները, երբ որ Ղարաբաղը վերադառնա իր լղիմի սահմաններին, ակնհայտ է թվում, թե վտանգը մեծանում է, բայց մոռանում եք մի բան։ Դա արվում է այն ժամանակ, երբ որ զինադադարը դառնում է արդեն հաշտության պայմանագիր։ Հենց այնպես զինադադարով չեն վերադառնում նրանք, փոխվում է։ Ղարաբաղի կարգավիճակը լրիվ փոխվում է։ Հաշտության պայմանագիր է դա։ Հաշտության պայմանագիրը ունի բոլորովին ուրիշ երաշխիքներ։ Նախ կան ֆիզիկական երաշխիքներ, որ Ղարաբաղի
եւ Ադրբեջանի միջև ստեղծվում է բուֆերային գոտի, ապառազմականացված եւ այդ գոտում կանգնում են խաղաղապահ ուժեր։ Այսինքն Ղարաբաղի այն փաստարկը, որ դրանք գրաված չեն եւ այլն չէ, դա ընդհանրապես անվտանգության գոտի է, դա շատ, ինչ ասեմ, լուրջ տրամաբանական փաստարկ է։ Եվ դա ընկալվեց միջազգային հանրության կողմից։ Դրա համար էլ թեև ՄԱԿ-ը ընդունեց 4 բանաձև անհապաղ դուրս բերել զորքերը այդ օկուպացված իրենց տերմինով, ՄԱԿ-ի տերմինով օկուպացված տարածքներից, բայց որևէ սանկցիա չկիրառեց, չպնդեց, որովհետև հասկանում էին, որ իսկապես այդ անվտանգության խնդիրը կա եւ իսկապես դա անվտանգության գոտի է Ղարաբաղի համար։ Բայց միջազգային հանրությունը ասում է, քանի որ այդ տարածքների գրավումը հակասում է միջազգային օրենքներին, մենք ձեզ առաջարկում ենք անվտանգության այդ երաշխիքները փոխարինել նոր երաշխիքներով, ուրիշ երաշխիքներով, ինչպես արդեն ասացի, դա հաշտությունն է 1, այդ բուֆերային գոտին է 2, ապառազմականացված գոտին եւ խաղաղապահ ուժերի տեղադրումը։ Հիմա ասում են չենք հավատում, դες ինչ անեմ։ Քրիստոսին էլ շատ մարդիկ չէին հավատում։ Միշտ էլ այդպես է եղել։ Հուդան չհավատաց, տական դավաճանեց։ Իսրայելի կեսն էլ չի հավատում այդ խաղաղության ծրագրին։ Հետո ինչ։ Ես ասում եմ իշխանությունը նրա համար է, պետք է որոշում կայացնի։ Չի հավատում, թող գնա պատերազմանի հասնի Բաքու։ Իսկ այսպես ոչինչ չանել, ասել չեմ հավատում, չեմ տալիս։ Լավ, մի տուր։ Գիտեք ինչի ենք հասնելու դրանից հետո։ Մինչև հիմա դեռ մեզ հետ բանակցում են, մեզ հետ խոսում են, հանդուրժում են։ Մի օր կարող է այդ ատյանի համբերությունն էլ հատի։ Գիտեք, այդ ատյանը լուրջ ատյան է, Ղարաբաղի հարցի լուծման ատյանը, որևէ հակամարտություն այսպիսի բարձր մակարդակի վճռաբեկ կամ իրավարար կոնֆերանս չի ստեղծվել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը այս ատյանի, այս կոնֆերանսի գլուխն են, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա եւ Ռուսաստան։ Լավ, ոչինչ, մինչև հիմա նրանց համբերությունը բավարարել է, մեզ հետ գլուխ են դնում, մեզ հետ Ադրբեջանի հետ, բայց մի օր գալու է պահը, երբ որ ասում են դե լավ, գնացեք մենք ձեզ բանը մեր որոշումը փոստով կուղարկենք, ել ձեզ հետ խոսելու բան չունենք։ Այսինքն կպարտադրեն այդ լուծումը։ Այն լուծումը, որ այսօր մենք կարող ենք ստանալ համաձայնությամբ Ադրբեջանի հետ, վաղը կդառնա պարտադրված լուծում։ Կդառնա Դեյտոն, ինչպես լուծեցին Բոսնիայի հարցը։ Կդառնա Կոսովո, ինչպես լուծեցին, ինչպես ասում եմ, սարքեցին Սերբիայի գլխին։ Հասկանալի է։ Ամենասուր ընկալվող հարցը, պարոն նախագահ, հողերի տարածքների վերադարձի հարցն է, հա, եւ ստատուսի հարցը։ Մենք ընդունում ենք միջանկյալ ստատուս, ամրագրում ենք վերջնականը, ամրագրում ենք հանրակրվեի ժամկետը, այդ ձեր դիրքորոշումը ինչպեսին է։ Այս հարցին շատ մանրամասն անդրադարձա իմ նախորդ հարցազրույցում։ Հիմա կարծում եմ չարժի այդքան մանրամասն ասել, բայց համառոտակի առաջին տարածքների վերադարձի հարցը ոչ մեզանից է կախված, ոչ Ադրբեջանից։ Ասում եմ տարածքների ուժի կիրառմամբ գրավման անթույլատրելիությունը ֆիքսված է ՄԱԿ-ի եւ ԵՀԿ-ի հիմնարար փաստաթղթերում։ Դա մենք պարտավոր ենք իրականացնել։ Ասացի, եթե այսպես կամավոր չանենք, համաձայնությամբ չանենք, մի օր ուղղակի սանկցիաներով են մեզնից այդ հողերը տանելու։ Սանկցիաներով չեն խնայելու։ Դա անթույլատրելի է, ոչ մեկին չի թույլատրված։ Մենք ինչ է ձեռնոց ենք նետում միջազգային հանրությանը։ Հայաստանը այն երկիրն է, որ կարող է ձեռնոց նետել։ Սադամը չկարողացավ, Կադաֆին չկարողացավ, Միլոշևիչը չկարողացավ, մենք ենք անելու։ Ծնկի ենք բերելու ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Ամերիկային, Ռուսաստանին, Ֆրանսիային։ Սա չգիտեմ, նույնիսկ 19-րդ դարում գուցե նույնիսկ այսպես չէին մտածում մարդիկ։ Դա անխուսափելի է, չկա այդպիսի բան։ Չենք կարող պահել այդ տարածքները։ Անկամ եթե Բաքուն գրավեն,
կապիտուլյացիայի ենթարկվեն։ Միևնույնն է, դա աշխարհը մեզ թույլ չի տալու։ Այդ բանը գնաց։ Սադամը գնաց, Քուվեյթը գրավեց։ Հետո ինչ եղավ։ Հիմա ոչ Սադամ կա, ոչ Իրաք կա։ Կործանեցին եւ երկիրը եւ հիմա չգիտեմ դերասանից հետո ինչ է լինելու դեռ քանի տարի կպահանջվի, որ Իրաքը նորից պետություն դառնա։ Տարածքների հարցում ես ուրիշ ասելիք չունեմ։ Մի տվեք, տղայք մի տվեք, բան չունեմ ասելու։ Բայց այս ազգը մեղք է։ Մեղք է, ինչ եք տալու մեր ժողովրդին դրա դիմաց։ Կարող ես տարածքը չտալ, մեր ժողովրդին տալու ես արյուն, իր որդիների մահը, տալու ես չքավորություն, թշվառություն, պանդխտություն, վերջանալու է այս երկիրը։ Իսկ ես եղա չուզողը, հա, այդ թողերի։ Կամ որևէ նորմալ մարդ։ Իհարկե կուզեինք։ Բայց մենք պիտի հեքիաթներով պետություն կառուցենք։ Հեքիաթը դեռ քիչ է, մեղմ է։ Դա արկածախնդրություն է։ Իսկական դավաճանները, իսկական ազգակործանները հենց այդ մարդիկ են։ Ոչ մի թիզականները։ Եթե ուզում եք իմանալ, թող ճանաչի մեր ժողովուրդը, ով ասեց ոչ մի թիզ հող, նա է այս ազգի գերեզմանափորը, նա է այս ազգի կործանողը։ Դա տեսել ենք մի անգամ։ Այդպիսի հայրենասերների։ Նրանք հող չտվեցին, տարած չտվեցին, ամբողջ երկիր տվեցին, մի երկրի կես տվեցին։ Նկատում եք առաջին հանրապետությունը։ Դուք գրագետ մարդ եք, ամեն ինչ միանգամից հասկանում եք։ Բոլորն էլ գիտեն, ախր մենք եթե ուրիշ ազգ լիներ, այդ փորձությունը մի անգամ անցած չլինեինք, դեռ էլի հասկանալի կլիներ։ Ասում են ամենաճիշտը ուրիշների սխալների վրա սովորելն է, բայց անգամ մենք մեր սխալներից չենք սովորել։ Այ ստեղ մի հատ հետաքրքիր նյուանս կա, պարոն նախագահ։ Այդ առաջին հանրապետությունը դաշնակցությանը շատ հաճախ քննադատում են, ասում են, որ իրանք գոնե իրանց ուժերին ապավինեին, գնացին միջազգային հանրության դուռը բռնեցին, Ռուսաստան, Եվրոպա, գցեցին իրանց, հա, եւ վիճակը եղավ այն ինչ եղավ։ Հիմա ասում եք, տեսեք, Տեր-Պետրոսյանը ասում է, հիմա էլ դուք ձեզ մի ապավինեք ձեր զենքին, գնացեք միջազգային հանրության երաշխիքներին ապավինեք։ Բացում մեզ այն ժամանակ չէիք ասում, որ մենք դա արեցինք եւ երկիրը կործանվեց։ Գցեց մեզ միջազգային հանրություն։ Այդտեղ սխալ եք հարցադրումը կատարում։ Դա ես չեմ անում, դա օպոնենտներն են անում։ Ես օպոնենտները, չէ, դուք էլ փոխանցում եք ինձ այդ հարցը։ Իմ գործն է։ Ապրեք։ Միջազգային ուժերին ասում եք գնացին ապավինեցին այն ժամանակ, ես այդպիսի բան երբեք չեմ ասել։ Սևրին շատ ճիշտ արեցին, գնացին, պետք է գնային։ Դա բաններ, Փարիզի կոնֆերանսներ, որը ամփոփում էր առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները եւ ամեն մեկին տալիս էր տորթի իր բաժինը։ Մենք էլ բաժին ունեինք այնտեղ։ Ոչ թե դրա համար են մեղադրում, որ գնաց Սևրի վրա հույս դրեց, այլ մեղադրում են նրա համար, որ եղավ մի պահ, արդեն 20 թվականին, 19-ին էր սկսվել Սևրի կոնֆերանսը, մեր հարցն էլ ուշ էր։ Եղավ մի պահ, որ հասկացվեց Սևրում տեղի ունենում լրիվ ուրիշ առևտուր։ Արդեն մեծ տերությունները իրենց շահերից ելնելով, Ֆրանսիան հատկապես ամենաակտիվն էր, Ամերիկան այնքան չէ, նրանք Մոնրոյի բանի գաղափարախոսության կրողներն էին եւ հազիվ մտան առաջին համաշխարհային, նրանք ուզում էին չեզոք մնալ։ Ինչ որ է Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը դուրս էր մնացել որպես պարտված պետություն չմասնակցեց։ Բաժանեցի, գծեցին մի նոր քարտեզ աշխարհի։ Լրիվ իրենց շահերից ելնելով։ Իհարկե հաշվի առան շատ տեղերում փոքրամասնությունների իրավունքները, սահմաններ գծվեցին եւ այլն, այդտեղ էլ սխալներ տեղ ունեցան բազմաթիվ, Տրանսիլվանիա մնաց Ռումինիայի ինչ իդեմ եւ այլն, դա չի կարեւորը։ Բայց եղավ մի պահ, որ մեր իշխանությունը, մեր կառավարությունը այդ ժամանակվա չզգաց, որ կշերքը թեքվել է արդեն։ Կշերքի նժարը թեքվել է։ Մեր ձավոր արևելքում, գոնե մեր շրջանում, Անտանտը լրիվ հրաժարվել էր ակտիվությունից։ Ինքը իր բաժինը ստացել էր Սիրիան, Լիբանանը, Ֆրանսիային,
Պաղեստինը, Հորդանանը Անգլիային եւ Իրաքի վրա էլ այդպես մանդատային իրավունք ուներ։ Բաժանել էին, դրանից ավելի նրանք չէին ձգտում։ Անգլիան, Ֆրանսիան չուզեցին մտնել մեծ հայք։ Չուզեցին բարձր։ Նավերի պատմությունը բոլորը գիտեն։ Նավերի պատմություն չէր, դա ուղղակի ալեգորիա է։ Շահագրգռություն չունեին, բավարարվեցին այդքանով։ Նույնիսկ Ֆրանսիան Կիլիկյան գրավեց, բայց վերադարձրեց ֆրանսիացիներին։ Այս չզգացին մեր իշխանությունները, որ նրանք Հայաստանի նկատմամբ շահագրգռություն չունեն։ Մանդատը հանել էին աճուրդի։ Ամերիկացիներին վերջը գնացին, խնդրեցին Հայաստանի մանդատը դուք վերցրեք։ Ոչ մեկին պետք չէր Հայաստանի մանդատ։ Չզգացին, որ այդ ժամանակ եւ այդ բանակցությունները Փարիզի կոնֆերանսում Թուրքիայի հետ գնում էին Ստամբուլի, Օսմանյան, Փաստորեն կառավարության հետ, բայց մինչ չհասկանալով, որ ռեալ իշխանությունը արդեն գտնվում էր Քեմալի ձեռքում։ Անատոլիայում էր։ Ռուսաստանը դա շատ լավ զգաց։ Ռուսաստանն էլ արդեն իր հավաքման շրջաններ, քաղաքացիական պատերազմը արդեն ավարտվում էր, արդեն Ռուսաստանը վերականգնում էր իր իմպերիան, շատ հստակ կարողացավ Քեմալի հետ լեզու գտնել։ Թուրքիան եւ Ռուսաստանը կարողացան շատ հեշտությամբ լեզու գտնել, երկուսի խնդիրներն էլ դա ծառայում էր անգլիացիներին, ֆրանսիացիներին, Անտանտին հեռացնել այս մերձավոր արևելքից։ Այդ դաշնակցությունը դա չզգաց։ Առաջին հանրապետությունը դա չի զգացել։ Դա եւ խոստովանել են հետագայում հենց դաշնակցական գործիչները, Քաջազնունին էլ, Վրացյանն էլ, Խատիսյանն էլ, բոլորն էլ խոստովանել են։ Եթե նրանք իշխանությունը մայիսյան ապստամբության ժամանակ տային կոմունիստներին, մենք Ղարսն ու Արդահանն ու Սուրմալուն չէինք կորցնելու։ Չէինք կորցնելու։ Պարոն նախագահ, ձեր դիրքորոշումը տարբեր ժամանակներում ներկայացված կարգավորման առաջարկների վերաբերյալ էվոլյուցիան։ Հիմա ըստ էության տեսեք, մադրիդյան սկզբունքներն են, հա, ես եթե չեմ սխալվում, դրանք ձևավորվել են Քոչարյանի ժամանակ։ 7 թվականին պաշտոնապես ներկայացվեց։ Դրանք ձևավորվել են ավելի շուտ, այդ որպես Պրագյան գործընթաց էր, կոչվում 2-3 տարի։ Պրագյան էր, հետո դարձավ մադրիդյան 2007 թվականի վերջում, նոյեմբերին թե դեկտեմբերին, դա արդեն պաշտոնապես ներկայացվեց հակամարտող կողմից։ Կարելի ասել, որ 3 նախագահների մեջ այս հարցում կոնֆլիկտ չկա։ Երեքն էլ մադրիդյան սկզբունքները գտնում են, որ նորմալ է։ Սկզբունքորեն ընդունելի է։ Ես գիտեմ, նախ ինձ հետ կապ չունի այս մադրիդյանը։ Բայց ես համար նույնպես սկզբունքորեն ընդունելի է։ Ես արդեն բացատրեցի։ Սերժ Սարգսյանը իրականացնում է այս պլանը, ես չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը։ Ես չգիտեմ, հիմա նա համաձայն է այս լուծմանը թե ոչ, ես չգիտեմ։ Որտեղ եք տեսել։ Չկա, նա չի արտահայտվում։ Ինչ որ Օսկանյանն ասեց ձեր նախորդ հանդիպման ժամանակ, ես դրան կանդրադառնամ, եթե հարկ լինի։ Հիմա այդ բաների մասին, էվոլյուցիայի մասին այդ եղել է 6 կարգավորման ծրագիր Մինսկի խմբից կողմից ներկայացված։ 97 թվականին եղել է 3 առաջարկ։ Փաթեթայինը 2 էր, մեկը մայիսին ներկայացրին, բայց դա պաշտոնական բան չէր, առաջարկ չէր։ Ներկայացրեցին, որպեսզի տեսնեն հնարավոր է այս փաստաթղթի հիման վրա արդեն պաշտոնական փաստաթուղթ ներկայացնել 3 կողմերին։ Ներկայացրեցին, մենք արեցինք մեր դիտողությունները, չգիտեմ գուցե ադրբեջանների դիտողություններն էր արել, եւ այս փաստաթուղթը մայիսյան փաթեթային մեզ բերեցին սեպտեմբերին արդեն որպես պաշտոնական։ Մենք ընդունեցինք, Ադրբեջանը ընդունեց շատ վերապահումներով, մենք էլ էինք մեր վերապահումներն արել։ Ղարաբաղը մերժեց։ Երբ որ մերժվեց, արդեն հասկացեց, մենք միշտ ենք դա ասել։ Ղարաբաղի պնդումներ, որովհետև դեռ 92 թվականից խոսք էր գնում այդպես փուլային լուծումների մասին։ Իսկ Ղարաբաղին ամենաշատը հետաքրքրում էր կարգավիճակի հարցը։ Ղարաբաղն էր պնդում, որ պետք է կարգավիճակի հարցը մտնի, այսինքն պետք է դառնա փաթեթային։ Մենք փորձում էինք բացատրել, շատ բացատրեցինք, որ դա անհնար է, որովհետև կարգավիճակի շուրջ համաձայնություն կայացնել այդ պահին անհնար էր բացարձակապես։ Դա ամենադժվար հարցը է։ Այսօր էլ ամենադժվար հարցը դա է մնացել։ Ուրեմն նույնիսկ Իսրայել-Պաղեստինյան այդ կոնֆլիկտը լուծվեց փուլային։ Ասին շատ
մենք խնդիրներ ունենք։ Կարևոր է բանի Երուսաղեմի խնդիրը կա, Արևմտյան ափում հրեական բնակավայրերի խնդիրը կա, գաղթականների վերադարձի խնդիրը կա։ Այսին այս հարցերը մենք թողնենք, հիմա ինչ խնդիր կարող ենք այսօր լուծել, լուծենք, հանենք այս հրդեհ հանգցնենք, հետո նորից ավելի արդեն հանգիստ վիճակում խոսենք այս խնդրի։ Մեթոդաբանությունը լրիվ նույնն էր։ Մենք ասում ենք դա անհնար է, որ ինչ որը վերջը բերեցին եւ դրանից հետո համոզվեցին, ղարաբաղցիներն համոզվեցին, որ կարգավիճակի շուրջ համաձայնություն կայացնելը անհնար է փաթեթով։ Շատ լավ։ Դրանից հետո բերեցին Փուլայինը։ Փուլայինը գիտեք արդեն այս բացատրելու կարիք չկա։ Այս հրատապարծերը լուծվում են, այսինքն դա կոչվում է հակամարտության հետևանքների վերացում։ Դա վերանում է, որից հետո արդեն սկսում են երկարատև բանակցություններ կարգավիճակի մասին։ Դա շատ նորմալ ճիշտ լուծում է։ Մեթոդաբանությունը բազմաթիվ անգամ կիրառված։ Նույնն ասենք Հյուսային Կիպրոսի խնդիրն է։ Արդեն 43 տարի այդ խնդիրը կա, ընդհանրապես լուծել են այդ առաջին փուլի խնդիրը։ Կարգավիճակի խնդիրը մինչև հիմա չի լուծված։ Մեր արդեն քանի տարի է, 30 տարի է տևում, էլի կարող է տևել։ Հիմա լուծվելու է այս հարցը, կարգավիճակի հարցը կարող է ձգվել։ Այո, հանրակրվեի բանել չի ճշտված, ինչպես դուք ասացիք։ Ժամկետը չի, բազմաթիվ մի քանի պայմաններ կան։ Առաջինը ես եմ դրա մասին խոսել դեռ։ Հսկա մեծ ելույթում դա ծայրից ծայր հիմնավորել են 6-7 կետ կա։ Ով է անցկացնում հանրակրվեն։ ՄԱԿ-ը, ԵՀԿ-ն, Ադրբեջանը, ինչ հարց է դրվում հանրակրվեի, երբ է իրականանում հանրակրվեն, ինչ իրավական հետևանքներ է ունենում դրա հանրակրվեի արդյունքը եւ այլն եւ այլն 6-7 հարցեր։ Դա ստերեոտիպ կարող է չլինել նույնիսկ։ Հիմա իմ տպավորությամբ դա կարող է դեռևս ֆիքսված չլինել։ Բայց հանրակրվեի գաղափարը մնում է, որ հիմա այս հարցերը լուծում ենք, հետո կարգավիճակի հարցը լուծում է հանրակրվեով։ Ես կարծում եմ սա ոչ թե լավ է, իդեալական է, բայց քանի որ ուրիշը չկա, սա բավարար է։ Սա բավարար է։ Հիմա ասենք ուրիշ հարց։ Այս ձեր հարցի կապակցությամբ այդ բոլոր ծրագրերի ուզում եմ մի թյուրիմացիա մասին խոսել, էլի։ Այնպեսի տպավորություն են ստեղծում, որ Հայաստանը կողմ է եղել տարածքների վերադարձին, իսկ Ղարաբաղը միշտ դեմ է եղել։ Կամ մի քիչ ավելի փոխված ձևով հայաստանցիները կողմ են եղել, ղարաբաղցիները դեմ են եղել։ Դա էլ է հեքիաթ։ Բացարձակ հեքիաթ։ Հիմա դրանք մերժելուց հետո 98 թվականին բերեցին ընդհանուր պետության տարբերակը։ Իմ տարբերակները մերժելուց հետո Վազգենի կողմից, Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմից, Արկադի Ղուկասյանի, Ամոթ Ղարաբաղի ղեկավարության կողմից։ Բերեցին ընդհանուր պետություն եւ համարեցին փայլուն լուծում։ Վազգեն Սարգսյանը երջանկությունից թուղթը վերցրած եկել էր Բաբկին Արարքցյանի տուն, տեսակ, մենք ասում ենք ավելի լավ լուծում կա, դուք չէիք հավատում։ Եվ ինչ էր այդ լավ լուծումը։ Եթե դուք ուսումնասիրել եք, կարիք չկա բացատրելու, բայց մի քանի խոսքով ես կներկայացնեմ։ Որը ասում եմ, Ղարաբաղը ընդունել էր, կա ստորագրությունն էլ կա, ստորագրված, որ ընդունում ենք որպես բանակցությունների հիմք, անելով այս վերապահումները։ Ես բացում եմ վերապահումները, նայում եմ, տարածքների վերադարձի մասին ոչ մի վերապահում չկա։ Բոլոր տարածքները վերադարձվում են, բացի Լաչինի միջանցքից։ Բոլորը անխտիր հստակ գրված է։ Ղարաբաղի զինված ուժերը վերադառնում են ԼՂՀ-ի նախկին սահման։ Ղարաբաղը ընդունել է սա։ Ադրբեջանը չընդունեց։ Չեմ խոսում կարգավիճակի մասին։ Կարգավիճակ ընդհանուր պետություններ կոչվում, ընդհանուր Ադրբեջանը եւ Ղարաբաղը կազմում են ընդհանուր պետություն, Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված սահմանների շրջանակում։ Ըստ էության դրանք Ղարաբաղը եւ Ադրբեջան այդ շրջանակում ունենում էին տարբեր ստատուսներ։ Բոլոր հոդվածները դա են ենթադրում։ Ղարաբաղը ունենում է ներկայացություններ, մշակութային եւ այլն, իսկ որտեղ քաղաքական բաներ կան, նրանց Ղարաբաղի ներկայացուցիչը կարող է
ընդգրկվել, ասենք, այդ երկրի դեսպանատանը որպես դիվանագետ աշխատակից։ Ադրբեջանի դա չէր կոչվում Ղարաբաղի ադրբեջանական հանրապետություն, կոչվում էր Ադրբեջան։ Չեխոսլովակիա չէր, Յուգոսլավիա չէր։ Այսինքն ըստ էության դա բարձր մակարդակի ինքնավարություն էր Ադրբեջանի կազմում, ուրիշ ոչինչ։ Անունն ընդհանուր պետություն։ Այդ ընդհանուր պետությունը դա անվանամետ չէր ևում, կոչվում է Ադրբեջան։ Հետո արդեն պիտի բացես նրա սահմանադրությունը, որ տեսնես, որ դա ընդհանուր պետություն է Ղարաբաղի եւ բան։ Անվանամետ չկա։ Հասկանալի է։ Այսինքն բարձր մակարդակի ինքնավարություն։ Այսինքն դա նույնն էր, ինչ որ մեզ առաջարկում էին Լիսաբոնում եւ որի վրա ես դրեցի վետո։ Լիսաբոնում հենց դա էին տալիս մեզ։ Այնտեղ գրված էր տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման հիման վրա, բայց երբ որ դրանք դնում ես իրար կողք, ազգերի ինքնորոշումը ստորադասվում էր տարածքային ամբողջականությանը, այսինքն ենթադրվում էր Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում։ Մենք չենք ասում ինքնորոշում, բայց Ադրբեջանի կազմից դուրս, սա է տարբերությունը։ Պարոն նախագահ, հիմա շարունակեմ, հետո եղավ բանը։ Եվ այս բոլոր փաստաթղթերի, ինչ ասեմ, կուրատորը, որ ասեմ, կամ բանակցություններում վարողը եղել է Վարդան Օսկանյանը, այս բոլոր ինչ որ նշեցի եւ հետագայում էր, մինչեւ Մադրիդ, բոլոր Ղարաբաղյան կարգավորման բոլոր ծրագրերի կարելի է ասել համահեղինակը եղել է Վարդան Օսկանյանը։ Հետո եկավ Քիվեստը։ Քիվեստը արդեն էս Մինսկի խմբի բանից դուրս էր, ձևաչափից դուրս էր, դա ամերիկյան։ Բաներ դա վերջն էլ մենք գիտենք, թե ինչպես ավարտվեց։ Քիվեստով էլի բոլոր տարածքները վերադարձվում էին եւ Ղարաբաղի համաձայնությամբ էլի, որովհետեւ չէր կարող Ռոբերտը գնալ Քիվեստ առանց ունենալու Ղարաբաղի համաձայնություն։ Ղարաբաղի համաձայն։ Ավելին մնում էր միայն Լաչինի միջանցքը, միայն։ Իսկ դրա դիմաց էր դեռ Հայաստանը Ադրբեջանին էր զիջելու Մեղրու շրջանը։ հողը Մեղրու շրջանը ամբողջությամբ, այսինքն Ադրբեջանը Մեղրու շրջանով ունենում էր լիակատար կապ Նախիջևանի հետ։ Նորություն է ձեզ համար։ Ճանապարհ չէ ամբողջ շրջանը, տարածքը։ Գոբլի պլան որ ասում են։ Հենց է դա։ Հիմա սա Մադրիդյանը, որի հայրն է համարում իրեն Վարդան Օսկանյանը, այս վերջի շրջանը, վերջին ձերբանն էլ ասեց։ Այդտեղ բոլոր տարածքները վերադարձվում են։ Բոլորը։ Հիմա ես եղա հողտվողը։ Այս ընդհանուր պետությունը, Քիվեստը եւ Մադրիդյանը ինձնից հետո են եղել։ Ես եղա հողտվող, Քոչարյանը, Օսկանյանը, Սերժ Սարգսյանը եղան հող չտվող։ Կամ Արկադի Ղուկասյանը։ Այսպիսի, ինչ ասեմ, խաբեբայություններով մոլորության մեջ են գցել մեր ժողովրդին։ Լսեք, հիմա Սերժ Սարգսյանը չէ։ Ենթադրենք այս ընտրությունների արդյունքները ես չգիտեմ ինչպես կլինեն, ինչ իշխանություն ձևավորվի։ Ով կուզի գա։ Ծառուկյանը կլինի, չգիտեմ, Վերածնունդը կլինի, Դաշնակցությունը կլինի։ Հենց իշխանություն, կառավարություն ձևավորեցին, հաջորդ օրը վազելու են իրենք ստորագրեն այս փաստաթուղթը։ Վազելով։ Ուրեմն այս հարցը թող սպեկուլյացիայի առարկա չսարքեն։ 30 տարի ժողովրդին խաբել են եւ բերել երկիրը հասցրել են այս վիճակին։ Դա ինչպես ասացի, ամենադավաճանական, ամենաազգակործան գործն է, որ կարող են անել այդ մարդիկ։ Խնդրեմ շարունակենք, եթե ուրիշ հարցեր ունեն։ Պարոն նախագահ, եւ մի հարց Ղարաբաղից դուրս, հա? Այ որպես պետություն, նորանկախ շրջանի հիմնական խնդիրները, որպես հասարակություն, որտեղ ենք թերացել, ինչ նպատակի մենք պետք է ծառայենք առաջիկա տարիներին։ Դուք ո՞նց եք տեսնում պետության զարգացումը։ Ինչպես հասարակությունն է թերացել։ Այստեղ ես ձեզ հետ չի համաձայնի, հասարակությունը չի թերացել։ Թերացել են իշխանությունները, թերացել են քաղաքական գործիչները, քաղաքագետները, վերլուծաբանները եւ չնեղանակ լրագրողների մի մասը։
Որտեղ լրագրողների մի մասն էլ ես կարող եմ համարել անկախ չեն։ Նրանք, ինչպես ասում են, անգաժիրованные եւ ծառայում են համապատասխան քաղաքական ուժերի նպատակներին։ Որի մեջ, ինչի մեջ է թերացումը, որ մեր ժողովրդին մենք վաղուց պետականություն չենք ունեցել, դա հրաշալի տեղի էր ունենում 90-ական թվականներին, պետականության հիմնադրույթները ժողովրդի գիտակցության եւ հոգեբանության մեջ ամրապնդելու խնդիրն էր։ 90-ականներին մեր ժողովուրդը շատ հպարտ ժողովուրդ էր, սփյուռքն էլ հպարտանում էր Հայաստանի պետականությամբ։ Արժանապատվության, ինչ ասեմ, նսեմացման ոչ մի խնդիր գոյություն չուներ, բացարձակապես։ Դրանից հետո մեր իշխանությունների շահագրգռությունները տեղափոխվեցին բոլորովին ուրիշ դաշտ։ Ոչ պետությունն էր նրանց հետաքրքրում, ոչ Ղարաբաղը։ Իսկ քաղաքական շատ գործիչների մոտ դա ընդհանրապես գոյություն չունի։ Նրանք երազում են ինչքան վատ վիճակի մեջ լինի պետությունը, ինչքան ծանր լինի Ղարաբաղի վիճակը, պատերազմ լինի, պարտվի, մենակ իրեն գան իշխանության։ Ես գիտեմ ապրիլյան պատերազմի ժամանակ շատ ուժեր հուսախաբ եղան, որ Հայաստանը դաժան պարտություն չկրեց։ Ձեռքերը շփելով սպասում էին, ես անուններ չեմ տալիս։ Սպասում էին, որ մի մեծ փորձան գա, որպեսզի Սերժը տապալվի եւ իրեն գան իշխանության։ Եթե պետք լինի, անուններ էլ կտամ։ Այդ շրջանակները ձեզ հայտնի են։ Հայտնի են։ Այսօր էլ նրանք երազեին, որ մի բան տեղի ունենա, որպեսզի ասում գան հասնեն իշխանության, ուրիշ ոչինչ։ Որտեղ պետության մասին մտածող, ժողովրդի հոգսերով ապրող շատ քիչ մարդ կա այս, ինչ ասեմ, քաղաքական կոչված այդ հարթակում։ Շատ քիչ։ Իսկ ես իմ թշնամուն կօգնեմ, որպեսզի մեր գլխին փորձանք չգա։ Այս գիտակցությունը քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների մեծամասնության մեջ բացարձակապես գոյություն չունի։ Բացարձակապես։ Ուրեմն թերացումը ես դա եմ համարում։ Իշխանությունը խեղեց մեր պետական արժեքները։ Երբ որ 98 թվականի հրաժարականի ելույթում ես ասացի Ղարաբաղի հարցը, հիշում եք, միայն պատրվակ էր, խնդիրը վերաբերում է Հայաստանի պետականության հիմնադրույթներին։ Բոլոր հիմնադրույթները ջախջախվեցին։ Մտցվեց այդ հայդատականությունը, այդ սուտ հայրենասիրությունը, դա էլ իրենց ալան-թալանը թաքցնելու համար միայն։ Միայն դրա համար։ Իշխանությունը պահելու, այո, Ղարաբաղի վտանգով ժողովրդին հնազանդ պահելու, երկրի ներսում ժողովրդական ազատություններ թույլ չտալու։ Միշտ դրանով են արդարանում։ Հանգիստ մնացեք, տեսեք, սահմաններում լավ չի, էս չի, ինչ։ Իհարկե այդպես է։ Եթե այստեղ վատ է, ցնցումներ կան, թշնամին չի կարող դրանից չոք տվել։ Ես դա համարում եմ եւ այդպեսի վտանգավոր պահերին ես միշտ էլի դուրս եմ եկել, այդտեղ էլ են ինձ մեղադրել։ Կոչ եք այլ համախմբվել իշխանության։ Միշտ եմ այդպես արել։ Հիմա էլի մենք անկախ են բանից, մենք կմտնենք պարլամենտ, չենք մտնի։ Եթե որևէ այդպիսի վիճակ ստեղծի, ասում եմ, ես նորից կկանգնեմ իշխանությունների կողքին, թույլ չտալու ցնցումներ վտանգելու Ղարաբաղը եւ Հայաստանը։ Ասում եմ, թող լինի նույնիսկ դաշնակ լինի իշխանությունը։ Հիմա էլ են իրանց, ես իրանց եմ նաեւ սատարում։ Չեն հասկանում։ Դաշնակցությունը այսօր կառավարության մաս է։ Լիովին պատասխանատու է այն ամենի համար։ Քաղաքականորեն ակսիոմ է դա։ Լիովին պատասխանատու է այն ամենի համար, ինչ անում է Սերժ Սարգսյանը եւ Նալբանդյանը Ղարաբաղի հարցում։ Ես հիմա իրենց եմ սատարում։ Առաջին անգամ ես իրենց սատարում եմ դեռ դժգոհել։ Սա իրենց քաղաքականությունն է։ Ես համարում եմ այսօր դաշնակցությունը, որ կոալիցիայի անդամ է, իրականացնում է այդ մադրիդյան կոչված ծրագիրը իրագործելու խնդիրը։ Դա է անում։ Թե խոսքով ինչ են ասում։ Դա ուրիշ բան է։ Ընտրապայքար է գնում։
քաղաքական տարբեր ուժեր իրենց ծրագրերն են։ Այ Ղարաբաղի հարցում ծրագրերի տարբերությունները դուք տեսնում եք։ Հա։ Դա ինձ համար կարևոր հարց է, որովհետև ես նախորդ հարցազրույցում ասացի, հիմա մի բարեբախտություն կա, որ ժողովուրդը կարող է կողմնորոշվել այս ընտրություններում։ Որովհետև եկեք համաձայնենք, դուք եք բաներն էլ, լրագրողներն էլ միշտ ասում են, այս ծրագրերը սուտ բաներ են, ժողովրդի վրա ընդհանրապես բացարձակապես չեն ազդում։ Տեսնում են, նրանք մարդիկ նայում են, թե ով է կանգնած այդ ծրագրերի ետևում։ Իսկապես էլ բարդ է, նույնիսկ տնտեսագետների բաներից։ Նստել, կարդալ, չգիտեմ, այս ինչ օրենսդրություն ընդունել, այսքան տոկոսով հարկերը պակասեցնել, չգիտեմ, կանանց ոչինչ չէ։ Ուրեմն, ես հիմա բարեբախտությունն այն է, որ կա մի կողմնորոշիչ, դա Ղարաբաղի հարցի նկատմամբ վերաբերմունքն է։ Քանի որ ես չեմ կարող մտածել, որ մարդ կարող ինձ չհամաձայնել, որ սա հայ ժողովրդի գերագույն խնդիրն է։ Եթե գերագույն խնդիրն է, ուրեմն առաջին հերթին ժողովուրդը պիտի նայի այդ գերագույն խնդրի լուծումը, ինչպես է տեսնում որևէ կուսակցություն։ Հիմա ես որոշ քաղաքացիներ եմ կատարել նույնիսկ այդ բոլորի ծրագրերից։ Եթե թույլ տաք ես հիմա կարդամ։ Հարցը ես այսպես եմ դնում, որպես ժողովուրդ ճիշտ կողմնորոշվի, պետք է նայի այդ կուսակցությունը համաձայն է այսօր բանակցությունների սեղանին դրված ծրագրի իրականացմանը, թե ոչ։ Մենք հստակ ասել ենք, մենք համաձայն ենք։ Հստակ, մեր թե մենք շատ ընդարձակ չենք գրել ծրագրում, բայց ես իմ ամբողջ ելույթը համարում եմ ծրագրի մի մասը։ Ծրագրում ընդամենը գրել ենք հետևյալը. հետևողական ջանքեր գործադրել ԵՀԿ Մինսկի խմբի առաջարկած եւ Հայաստանի իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված 7 թվականից Քոչարյանի օրոք ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտապույտ իրագործման ուղղությամբ վերականգնելով ԼՂՀ-ի որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։ Սա է։ Հստակ ասում ենք, այո, համաձայն ենք։ Հիմա նայենք մյուսներին։ Հանրապետական կուսակցություն։ Մենք սատարելու ենք արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին։ Այստեղ քողարկված ձևով ըստ էության ասված է այն, ինչ որ մենք ենք։ Մենք ասել ենք կոնկրետ ծրագրին ենք համաձայն, իրանք ասում են բանակցությունների գործընթացը չէ, խմբի համանախագահների կողմից առաջ տան համանախագահների կողմից համանախագահները այս ծրագիրն են դնում։ Ես այստեղ մի քիչ կկշտամբեի հանրապետական կուսակցությանը։ Ուղիղ չեն գնում։ Ասում եք, ասեք, էսա ծրագիրը մենք դրան համաձայն ենք։ Չեն համարձակվել ասել։ Դա չի, պատիվ չի բերում իշխանությանը։ Հիմա ասենք դաշնակցությանը։ Սա է առանցքային բանը, միտքը։ Ահագին բան են գրել, բայց առանցքային միտքը հետևյալն է։ Հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց։ Արցախը հայկական հարցի, հայ դատի անբաժան մաս է։ Այս հարցում մեր դիրքորոշումը անփոփոխ է։ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ։ Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է։ Չխոսենք այն մասին, որ այստեղ հակասություն կա Արցախի դիրքորոշման նկատմամբ, Արցախը անկախություն է ուզում, ինքնորոշում է ուզում, փաստորեն դաշնակցությունը մերժում է նրա ինքնորոշման իրավունքը։ Երևի ուզում է անկախ մնալ, ով ասեց ուզում է միանալ Հայաստանին։ Սա մի կողմ դնենք, բայց հիմա սա է, կրկնեմ, հայկական հարցի, հայ դատի անբաժան մաս է եւ այլն եւ այլն։ Հիմա եկեք պատկերացնենք, ասենք Արմեն Ռոստոմյանը կամ Աղվան Վարդայանը Հայաստանի արտաքին գործերի նախարարն է։ Նա գնում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից, արտասանում է այս նախադասությունը կամ ԵՀԿ-ի գագաթնաժողովում։ Ինչ է լինում դրանից հետո։ Ես մի սցենար կարող եմ ասել։ Գլխավոր ասամբլեայի նախագահողը ասում է. երիտասարդ, խնդրում եմ անցեք բեմի ետևում իմ աշխատասենյակը, սեղանին ՄԱԿ-ի կանոնադրություն է դրված։ Ուսումնասիրեք, հետո եկեք այդ ձեր ելույթը շարունակեք։ Սա ինչ է։ Լավ, ավելի բան չասեմ, ով ինչ մտածում է թող ասի։ Ծառուկյան դաշինքի ծրագրում գրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը
ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է, շատ լավ ճանաչումն է։ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով, փոխհամաձայնության եւ փոխզիջումների հիման վրա։ Հրաշալի սկզբունքներ են, բայց լուծում չկա։ Պետք է, բայց ինչպես պետք է, լուծումը չկա։ Այս դեպքում, բայց Ծառուկյանի դեպքում մի ուրիշ ֆենոմեն կա, որ սա քանի որ ինքն էլ ճշգրիտ այդ հարցին չի պատասխանել, համաձայն է այս ծրագրին թե ոչ։ Սա չի ազդի բացարձակ, ինչ ձայն ուներ, ինչ ձայն պիտի ստանար, նա դրանից ոչինչ չի պակասի, որովհետև Ծառուկյան ֆենոմենը ինչ քաղաքագիտական կատեգորիաներով մի քիչ բացատրելի չի։ Վերջ, ժողովուրդը ընդունում է այդ մարդուն եւ վերջ։ Դա լավ է, վատ է, ես չեմ ուզում գնահատել, բայց այդպես է, փաստ է։ Օհանյան, Ռաֆի Օսկանյան դաշինք։ Ինչ է գրված. հարևան երկրների հետ որակապես ու բովանդակապես նոր բարիդրացիականության վրա հիմնված հարաբերությունների հաստատումը պետք է հանդիսանա ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը։ Հայ եւ ադրբեջանի ժողովուրդները ապրել են եւ ապրելու են կողք կողքի։ Խաղաղություն են ուզում թե հայերը, թե ադրբեջանցիները։ Ուր է լուծումը։ Լուծում չկա։ Շատ հրաշալի ցանկություններ են, ճշգրիտ, նույնիսկ մեր տերմիններից են օգտվել, բարիդրացիության վրա հիմնված հարաբերություններ, ապրել եւ ապրում են կողք կողքի Ադրբեջան։ Շատ լավ, ուր է լուծումը։ Սա ամենատարօրինակներից մեկն է, ինչու, ասեմ։ Վարդան Օսկանյանը իրեն համարել է, ինչպես քիչ առաջ ասացի, մադրիդյան սկզբունքների հայրը։ Հենց այս լուծումը, որ դրված է այս ծրագիրը, հենց մադրիդյան սկզբունքների վրա է հիմնված։ Իսկ իրենց ծրագրում դրա մասին ոչ մի խոսք չկա։ Ձեր այդ հարցազրույցում էլ երկար խոսեց մադրիդյան սկզբունքների մասին։ Իսկ ինչու ծրագրում չկա։ Այդ ինչպես պատահեց։ Հիմա մադրիդյան սկզբունքները խորթ են, որբ են, հիմա դարձել է խորթ հայր։ Մի հարց էլ տվեցիք, չգիտեմ։ Ինքը շեշտը դրեց կարգավիճակի վրա, ինքնորոշման վրա։ Դուք հաստատվեք իսկ տարածքները, ասեց ես տարածքների մասին չեմ ուզում խոսել։ Ինչու չես ուզում խոսել։ Չէ՞ որ դու ես գրել, որ տարածքները պիտի վերադարձվեն։ Ինչու չես ուզում հիմա խոսել դրա մասին։ Չէ՞ որ այդ ինքնորոշումը հանրակրվեն, որ դու համարում ես մեծագույն հաղթանակ, ձեռք է բերվելու տարածքների վերադարձի գնով։ Ինչ գնով ես դու այդ բանը ձեռք բերելու։ Ես կարծում եմ շատ անազնիվ վերաբերմունք ընտրողների նկատմամբ։ Նույնը Օհանյանը, նույն դաշինքից։ Պարոն Օհանյանը հրաշալի զինվորական, որը հսկայական դեր է խաղացել Արցախի ազատագրական պայքարում, մեր բանակաշինության գործում։ Ընդամենը 3-4 ամիս առաջ դեր իշխանության մաս էր։ Հոկտեմբերին կարծեմ նա ազատվեց։ Եվ այդ իշխանության մաս եղած ժամանակ երբևէ նա որևէ տարաձայնություն չի արտահայտել իշխանությունների նկատմամբ այս հարցում։ Այդ ընդհանուր իշխանության ժամանակ նորից Սերժն ու Նալբանդյանը քննարկել են, համաձայնվել են, հայտարարեցին էլ, որ Կազանյան բանը մենք ընդունեցինք տարբերակը, Ադրբեջանը չընդունեց, հա։ Հայտարարել եք որևէ մեկը արտահայտվեց դրա մասին, նույն Օհանյանը, որ կառավարության մաս էր, այն էլ ամենակարևորագույն, հենց Ղարաբաղի հարցի հետ կապված պաշտպանության նախարար։ Հիմա կասեն դա մեր ոլորտին չէր վերաբերվում։ Նույն բանը Երեք Օսկանյանն ասեց, դա մեր ոլորտին չէր վերաբերվում, ինչ որ ուրիշ հարցեր էին տալիս, արդարադատություն, չգիտեմ եւ այլն։ Ինչ է նշանակում, նախ կառավարության բոլոր անդամները պատասխանատու են կառավարության քաղաքականության համար, սա մեկ։ Եվ երկրորդ, ինչու 98 թվականին Վազգեն Սարգսյանի ոլորտին վերաբերում էր, որ վերկացավ դեմ դուրս եկավ այս ծրագրին։ Վազգենը արեց, դու ինչ չկարողացար անել, պարոն Օհանյան։ Դու էլ վերկենայր ասել, ես համաձայն չեմ ու դուրս գայիր, կամ Սերժ Սարգսյանին հեռացնեիր իշխանությունից։ Հիմա այս բարոյականությամբ, այս մարդիկ դուրս են գալիս ժողովրդի մեջ, ասում են մենք մաքուր ենք, բոլորը կեղտոտ են, մենք ազնիվ ենք, մենք։ Եթե դուք ձեր գործունեության մեջ կարող եք թույլ տալ այսպիսի անազնվություն, ինչպես եք հավակնում ժողովրդի ձայն ստանալ։ Ավելի խիստ խոսքեր չեմ ուզում ասել։ Ելքը
3 տող է, այսինքն մեծ է նրանց բանը։ Ղարաբաղի հարցի մասին շատ երկար են խոսում, բայց աղը սա է, որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը։ Այսինքն այն հարցի պատասխանը չկա, համաձայն եք թե չէ, բայց սա չի կարևորը։ Սա այս արտահայտությունը նշանակում է, որ ելքը համարում է, որ Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվելու։ Այսինքն նրանք ամրագրել են Ղարաբաղի հարցի անլուծելիությունը։ Եթե պայմանը այն է, որ Ադրբեջանը պիտի ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը երբեք չի ճանաչելու։ Երբեք 1000 տարի էլ անցնի։ Այնպես ինչպես արևմտահայությունը, Սփյուռքը, Դաշնակցությունը չեն ճանաչում Արևմտահայաստանի բռնակցումը Ադրբեջանին։ Չեն ճանաչելու վերջ։ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու է միջազգային այն ատյանը, որը հենց կոչված է լուծելու այդ հարցը։ Դրանից հետո էլ, եթե ԱՄՆ, Ռուսաստանը, չգիտեմ, Ֆրանսիան, ամբողջ աշխարհը ճանաչեն Ղարաբաղի անկախության, Ադրբեջանը էլի չի ճանաչելու։ Ինչպես հիմա է։ Յուգոսլավիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Ուկրաինան չի ճանաչում Ղրիմի անկախությունը, Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային, չի ճանաչելու։ Եթե այսպեսի պայման եք դնում, վերջացավ։ Ուրեմն իրենց ծրագրով, ես այսպես եմ համարում, ելքի ծրագրով Ղարաբաղի հակամարտությունը երբեք չի լուծվելու։ Ազատ դեմոկրատներ սրանք բավականին, ասեմ, այս ծրագրում բավականին մոտ են, բայց էլի ուղիղ չեն պատասխանել այդ հարցին։ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հարևանների հետ բարելավացական հարաբերություններ, այդ թվում Ադրբեջանի հետ տևական խաղաղություն հաստատելն ու անվտանգության կայուն եւ կանխատեսելի միջավայրի ձևավորելը անհետաձգելի ռազմավարական խնդիր է։ Արցախի խնդրի միջազգային ասպեկտը քննարկման ենթակա է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, լավ է, ճիշտ է ֆիքսված, այսինքն փաստի արձանագրում է։ ՄԱԿ-ի կանոնադրության եւ ԵԱՀԿ Ելցինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների հիման վրա, սա էլ է ճիշտ, ուրիշ սկզբունք չկա այդ լուծման տարբերակի տակ։ Ինչպես նաեւ զինադադարի պայմանները հարգելու եւ այլն։ Բայց, ասում եմ, ես ենթադրում եմ, քանի որ ընդունում եմ, որ պիտի հարցը լուծվի ԵԱՀԿ-ի այս ձևաչափում եւ այդ սկզբունքների հիման վրա, նրանք համաձայն են այս ծրագրին։ Դա է գրված։ Կոմունիստներին օգտագործել միջազգային կոմունիստական եւ բանվորական շարժման մեջ կուսակցության կապերը նպաստելու ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա Արցախի ինքնորոշված ժողովրդի քաղաքական կարգավիճակի ամրապնդմանը։ Ադրբեջանի հետ պետք է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակում Արցախի հանրապետությունը պետք է դառնա բանակցային կողմ։ Լավ ցանկություններ են, խնդիր չկա։ Միայն մի խնդիր ունեն կոմունիստները, որ այդ Մինսկի խմբում մի կոմունիստական պետություն չկա։ Եթե Չինաստանը մտներ դառնար համանախագահ, մենք կոմունիստներից շատ մեծ բան կարող ենք սպասել։ Ահա։ Բայց ամենա հետաքրքիրը հայկական վերածնունդ ծրագրինն է։ Ֆանտաստիկայի ժանրից։ Այդ ծրագրում ընդհանրապես Ղարաբաղ գոյություն չունի։ Չկա։ Ղարաբաղի հարց գոյություն չունի։ Այսինքն կամ պետք է ենթադրել այդ մարդիկ արդեն լուծել են Ղարաբաղի հարցը, կամ արդեն այդ Ղարաբաղը նվիրել են Ադրբեջանին։ Եվ սա ամենազարմանալին է այն տեսակետից, որ այդ կուսակցությունը ղեկավարում է մի մարդ, որ 8 տարի եղել է անվտանգության խորհրդի քարտուղարը, որի գործունեության հիմնական մասը հենց եղել է Արցախի հարցը։ Ես չեմ ուզում ոչ մի ձևով սա մեկնաբանել։ Թողնում եմ ձեզ ընթերցողին, ինչպես ուզում եք մեկնաբանեք, կամ էլ իրենց հարցրեք։ Կարող լավ չենք փնտրել, պարոն նախագահ։ Չկա։ Գոյություն չունի։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն հարցազրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն։
Սիրելիստատողներ, մեր հյուրը Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Մենք ավարտեցինք զրույցը բավական հետաքրքիր տեքստաբանական վերլուծությամբ եւ հետաքրքիր բացահայտումներով։ Կհանդիպենք ցտեսություն։